Ողջույն իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, ձեզ առաջարկում եմ միանալից ու միասին պատրաստենք շատ համեղ ընթրիք, բայց սառը ընթրիք, որովհետև որոշել եմ աղցանանման մատուցել ինչ-որ բան, որ այս եղանակին հավես ու հաճելի ուտվի։ Մեր աղցանը, որը իրականում շատ հագեցնող է լինելու, պատրաստվելու է սմբուկով, հավի կրծքամսով, ընկույզով։ Մի խոսքով, այդ ամեն ինչը հիմա միասին կանենք։ Պետք է նախ սմբուկը անել տապակել եւ ես հետոյի համար ընտրել էի նման տարա, որ սրա մեջ հավաքենք, բայց հասկացա, որ սա շատ մեծ է, հատկապես նարին սմբուկ չի ուտում, որոշեցի, որ այս մեկի մեջ կանեմ, իսկ բարձրությունը արդեն ընթացիկ կորոշենք։ Այնպես որ դուք չափի հետ կապված ինքներդ կողմնորոշվեք ըստ ձեր ընտանիքի անդամների թվի եւ ըստ ձեր նախասիրությունների։ Մեկ էլ սրա մեջ օրինակ կարելի է, չգիտեմ, սունկ ավելացնել, այսինքն կարելի է իմպրովիզներ անել ըստ համային նախասիրությունների եւ հասկանալ, թե դուք ինչպիսին եք սիրում սա։ Ու այդպես պատրաստեք։ Ինձ թվում է ես սնկով կանեմ, բայց դուք եթե չեք սիրում կարող եք չանել։ Սունկը հենց նոր ուղղակի մտքովս անցավ, լավ տարբերակ էր։ Ապրես հասնիկ չան։ Ես լվացել եմ սմբուկը, հիմա կտրատում եմ այնպես, որ կարողանամ տապակել։ Ցավոք սրտի ես քանի որ մթերքները հիմնականում պատվիրում եմ, ոչ թե գնում ինքս գնում։ Ինձ ուղարկել են sense բարակիկ սմբուկիկներ, բայց ես կուզեի, որ իրենք թոթոր սմբուկներից լինեին, որ հնարավոր լիներ նորմալ տապակել։ Հիմա այսպես մեզ պետք է հեսա մոտավոր հաշվարկով ասեմ, sense եթե մի այսքան լինի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, մի 15 կտոր տապակած սմբուկ, ես ստեղ ունեմ 2-5 հատ սմբուկ ընդամենը, ասենց բարակ, կողը չէ հերիքի, 1 կիլոգրամ է այս 5 հատը, լավ ամեն դեպքում եկեք փորձենք, չէ հերիքի ոչինչ, միևնույն է տապակած սմբուկ շատ սիրում ենք, շերտերով կտրատում, կողը ձեզ չի երևում, մի քիչ ստողում գնամ, որ երևա, ես ընդ շերտերով կտրատում եմ, հիմա կդնենք ջուրը կքամվի, ինձ համանում, որ ձեզ երևա, բայց ինձ այնքան անհարմար է, համել տեղս անհարմ, այս մեկը պչացավ տեսակ, ինձ պետք է, որ լինի ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ, Իդեպ ես չեմ մաքրել կեղևը, որովհետև վերջին մասում այսպես է լինում ու դա նորմալ է, իսկ կողքերը պետք է որ կեղևով լինի, որ շատ չլխկի տապակելուց հետո։ 5 հատ ստացվեց։ Դա լավ, ոչինչ։ Հեսա կհասկանանք։ Ինձ թվում է կեսից իմպրովիզներ ենք անելու։ Դրա համար եկեք մնացեք ինձ հետ ու բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի տեսնենք, թե ինչ ենք պատրաստում։ Ես նախորդ հոլովակում խոստացել էի Տեմոյի առաքման 2-րդ հատվածը ձեզ համար նկարել, բայց չի եկել պատվերներս դեռ, չեմ մոռացել, հենց գա կնկարել։ Դա պետք է նկարեմ ձեզ համար, դուք իմ ալիքում տեսնելու եք unboxing-ը Տեմոյից 2-րդ մասը, կամ չգիտեմ որորդ մասը, որովհետև դրանից առաջ էլի ունեի unboxing-ներ նկարած, կարող եք դրանք նայել։ Ես ձեզ համար պետք է նկարեմ մեր նոր կառուցվող տունը, ովքեր չգիտեն, ասեմ, որ մենք տուն ենք կառուցում 0-ից, գնել ենք դատարկ հող անցյալ տարի մայիսի 25-ին, հետո սկսել ենք վրան տուն կառուցել, տունը սկսել ենք կառուցել օգոստոսից, եթե ճիշտ եմ հիշում, ինձ հիմքը սկսել ենք անել օգոստոսից, դրանից առաջ կոմունիկացիաների հարցեր ենք լուծել, հողն ենք մաքրել, որովհետև ամբողջը ծառեր էին, ու իդեպ այդ ծառերի մասով ինձ վրա Instagram-ում բավականին մեծ hate եկավ, ես իրականում այն դեմքերից եմ, ու hate չեն անում գրեթե, մի քանի անգամ եղել է YouTube-ում են արել կոմենտներում, բայց Instagram-ում ես ոչ մի hater չունեմ, շատ զարմանալի է, շատ հազվադեպ, օրինակ չգիտեմ, մի 3 ամսը մի անգամ ինչ-որ մի fake edge-ով մեկը կարող է վատ բան գրի, բայց ոչ շատ տենց վիրավորող կամ չեմ համեմատի հաստատ այն հեյթերի հետ, որոնք տեսնում եմ իմ գործընկերների մոտ, իսկապես չեմ համեմատի եւ դրա համար այո, շնորհակալ եմ, ինչու ոչ, հաճելի է, երբ քեզ սիրում են եւ նույնիսկ fake edge-երով շատ հազվադեպ են hate անում։ Այս չեմ ասում, որ հիմա կոմենտներում մտնեք ինձ hate անեք, ասում եմ, որ հակառակը լավ բաներ գրեք, որովհետեւ ես միշտ կարդում եմ ձեր գրած մեկնաբանությունները։ Ես սմբուկները ամբողջությամբ կտրատեցի, սենց շատ տեղ է ինձ մոտ,
Հիմա ինձ պետք է սմբուկները դասավորել անձեռոցիկի վրա եւ աղանել վրան, որպեսզի ջուրը դուրս տա։ Աղամանում ու անձեռոցիկով տպտպացնում եմ, որ քաշի ավելորդ հեղուկը եւ դառը չլինի տապակելուց հետո։ Այդքան անեմ վերադառնում։ Հիմա վերցնում ենք այս տարան, դնում ենք մեջը։ Մտածեցի, որ կարող ենք այդքանն էլ միասին անել, կարիք չկա։ Գնալու եւ վերադառնալու, ես ձեզնից թաքցնելու ոչինչ չունեմ։ Անձեռոցիկը բերում եմ, դնում եմ այստեղ, սմբուկները դասավորում եմ վրան, դուք չեք տեսնում ոչինչ, ես հասկացա, ապա, հիմա կերևա, բայց ես չեմ երևա, բայց ոչինչ լավ, իդեպ այստեղ խաշատ և բսկտած հավի կացկամիս կա, սմբուկները դասավորում այստեղ, վրան անեմ աղ, Մեզ պետք է լինելու մեկ սմբուկ, որպեսզի կտրատենք քառակուսի կուբիկներ եւ այդպես տապակենք ձիթայուղի մեջ, բայց շատ քիչ, շատ չենք տապակի։ Քիչ անում էլի, արդեն ինձ թվում է ասես շպոգոտ եմ նստել։ Հիմա այսքանի վրա անեմ աղ։ Մի րոպե մի։ Սրանով հաստատ ավելի հարմար կլինի։ Ես կողմից էլ անեմ, այսքանը չիմ սմբուկները ես էլի ունեմ, բայց երկու անգամով կանեմ, որ շատ տարածք չզբաղացնեմ խոհանոցում, իբրով այնց խանգարում չգիտեմ, իրականում ես ինքոն եմ ալարում մեկ-մեկ մենակ մնամ, բայց մեկ-մեկ էլ շատ եմ ունենում մենակ մնալու կարիք, Իսկ ինչա նշանակում ալարում եմ մենակ մնալ, դա նշանակում է, որ երբ որ օրինակ, չգիտեմ, ինձ զանգահարում են ու ասում, որ պետք է մեր տուն գան, ես շատ արագ կարողանում եմ կազմակերպվել, ամեն ինչ հասցնել, տները իդեալական մաքրել, ընթրիք պատրաստել եւ այլն։ Բայց երբ ես մենակ եմ եւ ոչինչ չունեմ մեծամասամբ անելու, պետք է զբաղվեմ իմ գործերով, դե ես տնից աշխատում եմ, այսինքն տանը մնալը դեռ չի նշանակում հանգստանալու, երբ որ ես տանն եմ, կարող եմ ուղղակի ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չանել եւ վերջին 30 րոպեում, երբ գիտեմ օրինակ պետք է 5-30 գանտուն, ես այդ 30 րոպեում ամբողջ հասցնեմ անել, մի հատ էլ ընթրիք պատրաստեմ, մի խոսքով այդպես։ Մեր ջրի կտրել էին, հիմա տվեցին անջատեմ գամ, այ փակեմ գամ։ Մտածում եմ, որ նույնիսկ հնարավոր է չհասցնեմ պատրաստել մինչև ամուսնուս եւ երեխայիս վերադառնալը, բայց հույս ունեմ, որ կհասցնեմ, որպեսզի հոլովակն դիզայն չունենամ, որովհետեւ մեծ հաշվով ընթրիք ունեմ պատրաստած, կուտեն դրանք, բայց ուզում էի նոր բաներ ունենայինք, հատկապես որ ամուսինս շատ սիրում է տապակած սմբուկ։ Հիմա ես ինչ արեցի։ Մեր թավան դրեցի կրակի վրա, որպեսզի տաքանա։ Հիմա մեջը կլցնեմ ձիթայուղ, բավականին շատ քանակությամբ, գիտեք սմբուկը շատ ձիթայուղով ավելի հեշտ է տապակվում եւ որպեսզի այս ձիթայուղը չթռնի ամբողջ տնով մեկ, ես այս ձիթայուղի մեջ կլցնեմ շատ քիչ քանակությամբ սոդա։ Սա լայֆհակ է, որը վերջերս տեսել էի եւ բավականին աշխատող լայֆհակ է։ Մտածում էի, որ սոդայի համը կկպնի ուտելիքներին, բայց այդպես չի։ Սիրուններս ուրեմն ես տապակեցի այս երկար վրավունները, դրել եմ անձեռոցիկի վրա, հիմա վրայից էլ անձեռոցիկ կդնեմ, որ համ սաղի, համ էլ ձեթքաշի, հիմա ինձ քառակուսիներ եմ փորձել կտրատել կամ կիսակլորներ եւ հիմա սրանք եմ տապակում, պետքա որ թեթև տապակվի։ Հիմա առաջարկում եմ սարքենք միջուկը, մեզ պետքա ասենք աղած, որի մեջ լցնում ենք անկույզը։ Սա երևի շատ էր։ Այսքան, չգիտեմ ես ինչքան է։ Սա միտ։ Այսքան։ Էլ ինչ սխտոր։ Այսքան։ Եվ վերջ, կարծում եմ ունենք սա։ Լցնում ենք։ Ոնց ենք անում դուք էլ եք։ Շատ լավ է։ Ես չեմ ուզում շատ մանենա եւ փոշիանա։ Դրա համար սենց այսինքն շատ լավ է։
Օ, խես հոտը նենց լավն է։ Հիմա այստեղ լցնում ենք այս միջուկը։ Կտրատված, հերված, բզկտված, խաշած հավի կրծքամիս։ Լցնում ենք մեր քառակուսի կտրատված սմբուկը, որ դեռ տաք է, բայց ես ժամանակ չունեմ, չեմ կարող սպասել։ Եթե դուք կարող եք սպասել, որ սառի, ավելի լավ։ Այստեղ բերում եմ ավելացնեմ աղ, հավի կրծքամիսը չէի համեմել, դրա համար աղը շատ արեցի։ Աղ, թթվասեր, գնամ բերեմ գամ։ Ուրեմն քերում եմ պանիր, սա հենց նոր մտքովս անցավ։ Ոնց մոտ այսքան է, երևի 70 գրամ է։ Վար ասենց քերել է, որ դուք էլ տեսնեք։ Կամ որ չսեղմեմ ինչ-որ մի տեղել, չեմ ուզում սմբուկները լղջել տեղից, իրանք շատ խափուկ են, քանի որ դեռ տաք են, որ մի քիչ սառեն, ավելի խրթխրթիկ կդառնան, բայց եթե դուք ուզում եք շատ խրթխրթիկ դառնան, կարող եք նախապես օսլայի մեջ իրանց թաթախել, օսլայով պատել, հետո նոր տապակել, այդպես շատ խրթխրթիկ են ստացվում։ Ուղղակի ես չէի ուզում, նպատակ չունեի խրթխրթիկ դարձնելու։ Մի խոսքով այսքան է։ Հիմա ավելացնում եմ վրան թթվասեր և մի քիչ մայոնեզ կավելացնեմ ու կխառնեմ, կհասկանամ ինչքան է լինում, լավ չի, հետո եթե պակաս լինի, մի քիչ ավելի շատ թթվասեր կավելացնեմ։ Լավ եկեք մի քիչ վերցնեմ, խառնեմ։ Սրա հետ շատ կսազի, ինձ թվում է խմելի սունելին։ Ես մի քիչ կավելացնեմ։ Մի քիչ ուզում եմ զգույշ խառնել, որ այս սմբուկները շատ չփխլվեն։ Իր ընկույզով միջուկը ամեն ինչ ասում է, վստահ եմ, որ դա հենց ամենաընտիր առամատն է տալու և դա արդեն համը ապահովել է։ Ինչպես կասեր Նարեն, զգուշորեն խառնում ենք։ Նարեի վիդեոները, եթե չեք տեսել, Instagram-ում մեկ-մեկ տեղադրում եմ, երբ գալիս է խոհանոց ու ինձ օգնում է, դուք պետք է դա տեսնեք։ Անկեղծ եմ ասում, դուք պետք է դա տեսնեք, բայց եթե տեսել եք, մեկնաբանություններում գրեք, որ տեսել եք, ուրախանամ։ Չեք պատկերացնի ինչքան մեծ սիրով, էնտուզիազմով, էներգիայով, գալիս է խառնվում է, խանգարում է։ Սա այսպես։ Հիմա վերջնական հավաքում ենք մեր աղցանը, դնում ենք սննդային թաղանդ, այնպես որ սենց ներսով դրվի։ Ինքն դժվար է իրականում հիմա դարձել և չի ստացվում, բայց չլինող բան չկա, ամեն ինչ հնարավոր է։ Մի հատ էլ մյուս կողմից եմ դնում։ Այսպես։ Ուղարկում եմ ներս ասենց, վարքանի նարվերա կպած պատերին և հոգում եմ։ Հիմա մեզ պետք է մեր սմբուկները դասավորել կողքերով ու վերցնում ենք մեծամասամբ սենց երկար սմբուկներ, որ ամբողջ երկարությամբ լինի, այսենց մեկ, որ դուք լավ տեսնեք, երկու և այնպես ենք անում, որ իրենց արանքում չմնան բաց մասեր, երեք, մեկ էլ այնպես ենք անում, որ կողքերից սենց մի քիչ դուրս մնա, եթե նույնիսկ հատակը չծածկվի, ոչինչ, հետո այնտեղ նորը կդնենք, 4, սրանք փոքրիկ են, տեսնենք քանի հատ կլինի այս փոքր տարայի համար, 5, սա 6, 7, 8, 9, արբա չհերիքում հա, 10, 11, 12, հերիքեց, 13, մեկ հատ եմ ուզնել, որ չում հայտատվածում, 14 այսպես, հիմա ներքևի հատվածում դնում ենք մնացածները, չնայած հերիք այս մեկը, որ շատ հաստ էլ չլինի ներքևի հատվածը, սրանք թող մնա, ընթացքում կդնեմ, լցնում ենք մեր աղցանը այս սմբուկի մեջ,
Փաստորեն կարելի էր մեծ ամանով անել, որտեղ աղցանը բավականին շատ ստացվեց, ինձ թվում էր ինձ մոտ քիչ կստացվի։ Բայց որ մեծ աղցանով անեի, արդեն սմբուկներս չէին հերիքի։ Այսպես լավ լցնում ենք, ու եթե այն դեպքում ես ափսոսում էի տրորել, որ իմ սմբուկները չլղջվեին, ասեմ, որ նիևնինը լղջվել են եւ կարիք չկա այլևս ափսոսելու, կարելի այսպես լավ սեղմել, որ ներս գնան եւ ավելի հավաք ստացվի վերջում ընդհանուր աղցանը։ Սեղմում ենք, հավասարեցնում ենք։ Եվ վերջում այս կողքերը մնացած հատվածներով փակում ենք։ Փակում ենք որքան հնարավոր է, եթե չփակվի, մենք գիտենք, որ սրանք կան։ Հիմա մեկ հատ կդնեմ այստեղ, նախքան փակելը։ Դրա պոչը կտրեցի, որ պոչային հատված չմնա։ Այս հատվածում սմբուկները ավելի։ Ահա, տեսեք ինչ լավ է այստեղ դրեցի։ Պատառվել էր մի սմբուկս, ըստ մեկնել այդ նույն օրին։ Շատ լավ էր, որ այդտեղ դրեցի։ Լավ, այդ մեկը չեմ դնի էլ, բայց անկեղծ ամբողջությամբ ուղղոտվել եմ։ Դուք գիտեք սմբուկի հետ որքան էլ ինչպես վարվես, ինչքան էլ իրեն խամես, միևնույնն է, ձեթվում է։ Դրա համար ես մեն այս հատվածում սենց ձեթը կվերցնեմ։ Հետո նոր կփակեմ սննդային թաղան թողով։ Ես էլ մաքրեմ ձեռքերս, այլ գցեմ աղբի մեջ։ Իմիջիայլոց ես կողքի գործերը զուգահեռ եմ անում, որ հենց սնունդը պատրաստեմ վերջացնեմ, հետո շատ կուրց չմնանելու։ Սննդային թաղան թող եմ փակում եւ դնում եմ սառնարանում։ Մի քանի րոպե կմնա սառնարանում, մոտ մի 20 րոպե։ Եվ հետո գեղեցիկ կերպով կպտտենք տարի մեջ։ Իմիջիայլոց կարող նույնիսկ չմնալ սառնարանում, կարող եմ հենց հիմա պտտել, որտեղ վստահ եմ դուրս կգա։ Բայց ամեն դեպքում թող մի հատ կայունանամ։ Շատ երկար չմնաց, բայց հիմա բացում ենք։ Դնում ենք այստեղ այս ամանը եւ սրա մեջ փորձում ենք շուռ տալ։ Դնում ենք, ապա։ Եվ շատ հեշտությամբ շուռ տվեցինք։ Ոյ, աղցանա, բալես, ինչ է։ Հիմա փորձենք կտրել։ Տեսնենք, իհարկե իրեն կարելի է սիրուն ձևավորել նաեւ, եթե հյուրեր ունեք կամ եթե ժամանակ ու հավես ունեք։ Լավ չկտրեցի, ինչ փշրվեց։ Համել չի սառել շատ։ Ոչ, մի հատ նայեք, ուֆ, լավն է, շատ ախորժելի է տեսքը։ Բայց ես հաց